Եկեք խոսեմ այս արևապաշտպան քսուկի մասին, լետն է, XPF 50 է պարունակում, որ օգտագործում եմ, նշեմ, որ ձեռք եմ բերում Faberlic ֆիրմայից, արտիկուլն այս տարբերակի 12089, այս սրանք նորություն տարբերակներն են արդեն, մշտական, որ ես օգտագործել եմ այս տարբերակներն են, իսկ հիմա արդեն այս շարքն է, շատ եմ հավանում, իրականում թե ձմեռը, թե գարունը, թե աշուն, թե ամառ տարվա բոլոր եղանակները ես այն կարողանում եմ օգտագործել, քանի որ միշտ էլ անհրաժեշտ են մեզ արևապաշտպաններ եւ մի փոքր ինֆորմացիա տամ, սա ձեր ամենօրյա տեսակարգն է մաշկի գեղեցկության եւ երիտասարդությունը պահպանելու համար, ազդեցությունը ուրեմն լայն սպեկտրի շնորհիվ այն արդյունավետորեն դիմակայում է խորթափանցող արևի ճառագայթներից, կանխում է արևի հետևանքով առաջացած գնճիրները եւ գունային բծերի առաջացումը, նվազեցնում է UVA, UVB եւ HEV ճառագայթների ներթափանցումը մաշկի մեջ, հուսալիորեն պաշտպանում է արևայրուքից եւ հիպերգունավորումից, տեսեք ինչքան կարեւոր է, կանխում է ֆոտոծերացումը, մաշկը դարձնում է ավելի փափուկ եւ խոնավ, անփոխարինելի է բաց երանգի մաշկի համար, որը հակված է այրվածքի, օրինակ իմը շատ բաց երանգ էի մաշկի եւ ես առանց արևապաշտպանի բնականաբար չեմ կարող մնալ, միշտ օգտագործում եմ ակվատեմ համալիրը թթվածին է հասնում մաշկի խորաշերտերին, ունի արդյունավետ խոնավեցնող ազդեցություն, մեղրամոմը մաշկը դարձնում է ավելի հարթ, փափուկ եւ մետաքսալման օգնում է պահպանել ուրեմն խոնավությունը, ապահովելով հարմարավետություն, ակնթարթային ազդեցություն, վիտամին E-ն հզոր ակօքսիդիչ է, որը ամրացնում է լիպիդային պատնեշը եւ պահպանում է խոնավությունը մաշկի բջիջներում։ Լետը շարքը մաշկի ամենօրյա պաշտպանության միջոց է, լողափի եւ քաղաքում ուլտրամանուշակագույն ճառագայթների եւ բացասական ազդեցություններից հեռու մնալու համար։ Առողջ եւ գեղեցիկ մաշկ ամբողջ տարվա ընթացքում։ Ահա, տեսեք, ամբողջ տարվա ընթացքում։ Ինչպես որ ես եմ օգտագործում, քանի որ շատերը SPF-ը օգտագործում են պարզապես ամռանը։ Ուրեմն արևի տակ դուրս գալուց առաջ հավասարաչափ կիրառեք մաքուր մաշկին, անհավասար բաշխումը զգալիորեն նվազեցնում է պաշտպանության մակարդակը, արևի ճառագայթների պաշտպանությունը ուրեմն պահպանելու համար օգտագործեք քսուկը յուրաքանչյուր 2 ժամում, 1 խորհուրդ չի տրվում երկար մնալ արևի տակ, նույնիսկ արևապաշտպան միջոցները օգտագործելիս խուսափեք միջոցի թափանցումը աչքերի լորձաթաղանթի մեջ, աչքերի հետ շփման դեպքում լվանալ առանց ջրով, ահա, այսպիսին է, եկեք միասին մենք փորձարկենք, իր մատուցիկությունն է ինձ հետաքրքիր, ասեմ, որ շատ խիտ է, բավականին երկար ժամանակ դուք այն կարող եք օգտագործել, ես դեռ շատ օգտագործեցի, շատ հետաքրքիր հարթություն է տալիս, հիմնական օգտագործում եմ, այսպես ասած, իմ խոնավեցնողից հետո, որից հետո արդեն երանգավորող քսուկս եմ անում եւ հրաշալի իմ մաշկը, այսպես ասած, հարթեցնում եմ։ Շատ լավն է։ Նայեք ինչ հետաքրքիր փայլուն է, ահա, ինքն էլ դե նկարագրության բաժանում է գտնելու, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ տարածել վիդեոն, որպեսզի ձեզ համար հետաքրքիր գտնեք յուրօրինակ, օգտակար տարբերակներ եւ ձեռք բերեք ու ձեզ համար ինքներդ էլ կարողանաք օգտագործել։ Առայժմ